Զվարթնոցում հարյուրավոր մարզասերներ մարզաշխարհի ղեկավարների հետ դիմավորում են հունարոմեական ոճի մշամարտի Հայաստանի հավաքականին։ Սլովակիայից մեր հավաքականը վերադառնում է 1 ոսկե ու 1 արծաթե մեդալով։ Մալխա Սամոյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանն իր առաջին արծաթը նվաճեց եվրոպական ստուգատեսում։ Փառք Աստծո կարողացա 4 անգամ հռչակվել Եվրոպայի առաջնության հաղթող։ Անբացատրելի են զգացողություններս, մեծ պարտավորվածություն է։ Ինձ համար շատ ուրախալի եւ շատ հպարտ պահեր եմ ապրել, որի համար շնորհակալ եմ Աստծուն, իմ մարզիչներին, ինձ հետ մարզվող ընկերներին, իմ կողքին ինձ օգնող մարդկանց։ Ուզում էի առաջ տեղ գրավեի, չեմպիոն դառնայի, չստացվեց, կաշխատենք մյուս անգամ ավելի լավ հանդեսանք։ Սաղ ուժերս դրեցի, սկզբից բաց թողեցի, այդ միավորները բաց թողեցի, հետո ինչքան ուժ ունեի, սաղ դրեցի, հենց չեղա, որ միտեղ խնայեմ ինձ կամ մի բան անեմ, ինչ կարողացա արեցի։ Թեև ունենք չեմպիոն, բայց հավաքականի մարզիչը արդյունքից գոհ չէ։ Սպասելիքները բնականաբար չարդարացրեցին, ունեցանք 1 ոսկի, 1 արծաթե մեդալ, 2 բրոնզե մեդալների համար, ասենք, մեկը պարտվեցինք, մեկը վնասվածքի փակչորով Արթուրը չմասնակցեց, բայց այդտեղ բրոնզե մեդալի համար շատ ուրախացրեց Սամվելը Գրիգորյան, որը իրոք կարող էր հաղթել, ուղղակի վերջի պահին ինչ-որ չորեքթադրությունից հնարք բաց թողեց և դա դարով ճակատագրական չկարողացավ միավորը հետ բերել, ընդհանուր թիմային հաշվարկով գրավել ենք 5-րդ տեղը։ Ըմբիշների համար հաջորդ կարևոր ստուգատեսը Աշնանը Խորվաթիայում կայանալիք աշխարհի առաջնությունն է։ Հաղթանակներ ունենք նաև ծանրամարտում Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 2 մեդալ է նվաճել։ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գառնիկ Չոլակյանը բրոնզե։ Չոլակյանը երկամարտում գրանցեց 275 կիլոգրամ արդյունք, նվաճեց նաև պոկում վարժության արծաթը։ Ալեքսանդրա Գրիգորյանն էլ Եվրոպայի փոխ-չեմպիոն դարձավ երկամարտի 202 կիլոգրամով, հրում վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն,